Ողջույն ձեզ հարգելի հոկեյի սիրահարներ, Fast Media-ն սկսում է ձեր ուշադրությանը ներկայացնել հոկեյի աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի առաջին տուրի հանդիպումների տեսությունը։ Մեկ շաբաթ Երևանը կլինի հոկեյի համաշխարհային կենտրոններից մեկը, դեպ Հայաստանը պատմության մեջ երկրորդ անգամ է ընդունում նման խոշոր մրցաշար։ Ինդոնեզիա-Իրան հանդիպումով մեկնարկեց 4-րդ դիվիզիոնը, դեպ Ինդոնեզիան կարողացավ անակնկալ հաղթանակ գրանցել, հանդիպման հաշիվը բացեց Ագա Մուհամմադը, այսպես շատանիստ գրավեց Իրանի դարպասը, 2 ասիստ Քենեթ Սիրեգարի անվան դիմաց արդյունքում նա նախորդ մրցաշրջանից հետո կարողանում է ավելացնել, իդեպ նախորդ տարի 3 հանդիպում անցկացրեց, 3 գոլ գրանցեց իր հաշվին ու կարողացավ նաև 2 ասիստի հեղինակ դառնալ։ Առաջին խաղափուլում թիմերը այլևս ոչինչ կարողացան միմյանց առաջարկել, չնայած նրան, որ Իրանի հավաքականը փորձում էր ամեն կերպ հավասարություն բերել պայքարում, բայց որպես այդպիսին լուրջ վտանգավոր դրվագ կառուցել չկարողացան։ Փոխարենը երկրորդ խաղափուլում թվային առավելությունը հասավ օգնության, գոլեղինակ դարձավ Կայան Ֆարսադը, նա power play-ում կարողացավ հավասարություն բերել պայքարում, իդեպ power play-ում Իրանի հավաքականը 100%-անոց արդյունք կարողացավ գրանցել, 1 ասիստ գրանցեց իր անվան դիմաց Սարշիա Գաֆուրին եւ նաեւ 1 միավոր վաստակեց Ամիր Մահդիյանը։ Իրանի հավաքականը 3-րդ դիվիզիոնից տեղափոխվեց 4-րդ եւ փաստացի լուրջ խնդիր է բախվել առաջին օրվանից հետո, առաջին տուրից հետո ավելի ճիշտ թիմը վաստակել է ընդամենը 0 միավոր, ոչինչ չի ստացվել առաջին խաղում, բայց ժամանակից առաջ չընկնեմ, նշեմ, որ 3-րդ խաղափուլում էլ նույնը հակառակ պատկերը գրանցեց արդեն Ինդոնեզիայի հավաքականը, թվային առավելություն եւ Ռոնալդ Վիջայան կարողացավ դառնալ գոլի հեղինակ։ Ուզբեկստան-Քուվեյթ այս դիմակայությունում թղթի վրա ֆավորիտը Ուզբեկստանի հավաքականն էր, անակնկալներ տեղի չունեցավ։ Վադիմ Կրավչենկոն առաջին խաղափուլում 3 տափողակ ուղարկեց մրցակցի դարպասը, փայլեց նաև Մալցևը, իդեպ վերջին շրջանում արդյունավետ գործողությունների պակաս կա ներքին առաջնությունում, նա Խումոյի կազմում այս մրցաշրջանում 12 միավոր է ընդամենը վաստակել, բայց նույնը չեն կարող ասել Վադիմ Կրավչենկոյի մասին, նա 20 գոլ 25 ասիստ է գրանցել իր հաշվին։ Առաջին 5 րոպեների ընթացքում Կրավչենկոն առավելությունը հասցրեց 2-ի, հետո արդեն օգնության հասավ Իլյան Նազարևիչը, ով վերջին շրջանում վնասվածքի պատճառով դուրս էր մնացել շարքից, իսկ արդեն 4-րդ տափողակը power play-ում մրցակցի դարպասն ուղարկեց Վադիմ Կրավչենկոն եւ առաջին խաղափուլում 3-րդ տափողակն ուղարկեց Քուվեյթի դարպասը։ Իսա թողած գործը Ուզբեկստանի հավաքականը եկավ շարունակելու արդեն երկրորդ խաղափուլում, չնայած նրան, որ Վալերի Բուդևիչը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Այդ տափողակին էլ պատասխանեցին Սինյավսկին, Ազիմովը եւ Ռուստամ Խոնովը։ Երկրորդ խաղափուլը մի փոքր ավելի արդյունավետ էր Քուվեյթի հավաքականի համար։ Դրոզդեցկիխը եւս մեկ անգամ կարողացավ պատժել մրցակցին, բայց ավելին անել չհաջողվեց։ Հայաստանի հավաքականը շատ վստահ մեկնարկեց, 15 տարի անց տղաները վերադարձան սառույց ու 24-3 հաշվով պարտության մատնեցին Մալազիայի թիմին։ Իդեպ պատմության մեջ Մալազիայի հավաքականը առաջին անգամ է նման խոշոր հաշվով պարտություն կրում, չնայած նրան, որ 2 մրցաշրջան առաջ Қырғызստանի հավաքականը 22-0 հաշվով կարողացել էր հաղթել Մալազիայի թիմին, բայց Հայաստանի հավաքականը այս պատկերը հստակ կարող ենք ասել, որ թարմացրեց։ Հայաստանի հավաքականը 70 նետում կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ, իդեպ դարպասային գծում փոփոխություն կատարեց Մալազիայի հավաքականի գլխավոր մարզիչը, բայց Մաթեուս Յունն ու Ասիրավ Հայկալը միասին 46 սեյվ գրանցեցին։ Առաջին խաղափուլում Արտյոմ եւ Մաքսիմ Կուզնեցովները միասին հրաշալի տեսք ունեին։ 4 արդյունավետ փոխանցում կատարեց առաջին խաղափուլում նաև Տիգրան Մանուկյանը, իսկ արդեն գոլերի հաշիվը հայազգի հոկեյիստը բացեց երկրորդ խաղափուլում, իդեպ երկրորդում էլ Ամբարձումյանը կարողացավ նաև դուբլ գրանցել իր հաշվին, շորթհենդիտ 4 տափողակ 3 Հայաստանի հավաքականն ուղարկեց Մալազիայի թիմի դարպասը։ Այսպես գեղեցիկ խաղարկումով Մաքսիմ Կուզնեցովը առաջին խաղափուլում հաշիվը դարձրեց 6-1, որից հետո
Նորից խաղարկելով Արտյոմ Կուզնեցովի հետ կարողացավ մեծացնել առավելությունը։ Բացի իհարկե շորթ-հենդի գոլերից երկու power play հնարավորություն, երկու դեպքերում էլ Վադիմ Գուսկովի թիմը ուղղակի հրաշալի աշխատեց։ Երկրորդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 4 տափով ուղարկեց մրցակցի դարպասը, մրցակցից միայն Ամիր Ֆարիս Ազրան կարողացավ սկզբում կրճատել հաշվի տարբերությունը, հետո հենց նա կարողացավ դուբլ գրանցել իր հաշվին։ Երրորդ խաղափուլում արդեն գոլերի հաշիվը եկավ բացելու նաև Սեյրան Սաղաթելյանը, նա հաշիվը դարձրեց 18-2, այս հատվածում առանց գրեթե որևէ խնդրի Վադիմ Գուսկովի տղաները ռմբահարում էին Մալազիայի հավաքականի դարպասը։ Վերջին շրջանում հյուրերը ոչ մի անգամ չեն կարողացել առավելության հասնել, սա Ազրայի պատասխանն էր երկրորդ խաղափուլում, որից հետո Տիգրան Մանուկյանը շորթ-հենդիտ այսպիսի գոլով պատասխանեց մրցակցին։ Երկրորդ խաղափուլից հետո Հայաստանի հավաքականը առջևում էր 13-2 հաշվով, իսկ ամենագոլառատը ստացվեց վերջին վճռորոշ խաղափուլը 12 տափողակ, որոնցից 11-ը Հայաստանի հավաքականն ուղարկեց մրցակցի դարպասը։ Գոլային ինչ շքերթը սկսեց Արտյոմ Կուզնեցովը, ապա շարունակեց Տիգրան Մանուկյանը եւ հերթը հասավ արդեն Վալենտին Կովալենկոին։ Արդյունքում Մաքսիմ Կուզնեցովը 5 ասիստ գրանցեց իր հաշվին, Տիգրան Մանուկյանը 4 ասիստ նաև կատարեց Սերգեյ Խուդյակովը եւ 3 անգամ էլ մրցակցին պատժեց թիկունքում Արտյոմ Կուզնեցովը։ Նախորդ մրցաշրջանների անհաջող շարքը ոչ մի կերպ ավարտին հասցնել չի կարողանում Մալազիայի հավաքականը, նախորդ տարի 3 պարտություն թիմը կրեց։ Նույնը կարող ենք ասել 2023 թվականին, երբ ելույթ են ունենում 3-րդ դիվիզիոնի B խմբում, հենց այդտեղ Қырғызստանի հավաքականը հաղթեց 22-0 հաշվով, բայց այդ շարքը այնպես չէ, որ միայն վերաբերում է 2023-ին, քանի որ 2022-ին թիմը նույնպես 4-րդ դիվիզիոնում էր եւ նորից Қырғызստանի հավաքականը հաղթեց 22-1 հաշվով։ Վերջին անգամ Մալազիայի հավաքականը հաղթել է 2022 թվականի մարտին եւ հաղթել են հենց Քուվեյթի թիմին։ Մրցաշարային աղյուսակում առաջատար Հայաստանի հավաքականն էլ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում է Ուզբեկստանի թիմին, մեկնաբանների թվում միանշանակ մնում է Մալազիայի թիմը եւ վայելենք Տիգրան Մանուկյանի հրաշալի գոլը, կարծես բուլի տիրացներ հայազգի արձակվողը առանց որևէ շանս տալու հաղթեց Մաթեուս Յուին եւ այսպես շատ հանգիստ մեծացրեց Հայաստանի հավաքականի առավելությունը։ Երկրորդ եւ երրորդ տեղերի համար իհարկե փորձելու է խանգարել մրցակիցներին Քուվեյթի թիմը, բայց բարդ է ասել, թե որ թիմին կհաջողվի մնալ առաջին հորիզոնականում։ Աշխարհի առաջնությունը ընթացքի մեջ է, մեր հավաքականն էլ հաջորդ հանդիպումը կանցկացնի Ուզբեկստանի թիմի դեմ։ Այս տեսության ընթացքին ձեզ օգնեց հետևել Արամ Ավագյանը։